Հակիրճ հիմա այս պահին ակնկալիքը դատարանից։ Գնում եմ վերցնեմ 2 ամսյա կալանքի որոշումը։ Այլ տարբերակ Բացառվում։ Արդեն կա այդ որոշումը վստահ եմ, դրված է, հիմա ներս մտնենք, վերցնենք այդ որոշումը։ Այսինքն քաղաքական որոշում։ Իհարկե, այն էլ Մասիս Մելքոնյանի կամ ով է Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք տվել։ Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք չկա։ Ուղիղ ցուցմունք չկա։ Իսկ ուսապարկի Ինչպես։ Կասկածով է հայտնել ուսապարկը։ Տարբեր անձինք դրա մասին հետո խոսենք։ Ինչի են էլի հայտնեցին։ Ենթադրել են։ Ենթադրում ենք, որ կարող է ինքը եղած։ Ինչի են ենթադրել, որ հատկապես ինքը ինչ-որ մի բան պիտի ասեն, չէ՞ Այդ իրենց ճաշակով Ուսապարկը կա։ ուսապարկը ո՞ր մեկը։ Այդ գործը Դա 18 թվականին եղել է, այդ ուսապարկն էլ ա եղել, ուսապարկի մեջ չի։ Այո, այդտեղ։ Կարեն Պետրոսյանի մասին է խոսքը, պարոն Բաբայան, Կարեն նոր հայրապետ։ Իր ուսապարկում չի եղել։ Բայց նա կասկած հայտնողն է եղել։ Չեմ կարող ասել հիմա։ Նախագնական գաղտնիքի դեմ։ 2018 Ոչ մի բան, 2018 թվականից քննվող գործի հետ կապված վերջի գործողությունը եղել է 2025 թվականի հուլիսին եւ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվել է քննչական խումբ, այսինքն 3 ստեղծվել է քննչական խումբ եւ ձերբակալվել է Հուլիսին 7 տարիա քննում են այդ ինչ թմրանյութը։ քննչական գործողություն, հարցաքննություն։ 7 տարիա քննում են այդ թմրանյութը ոնց է հայտնվել ուսապարկում։ Այո, քննել են, այդպես էլ չեն հասկացել։ Պարոն Բաբայան, իսկ այդ ենթադրությունների մարդուն կալանքի տանելու միջնորդություն ներկայացնելը որքանով է իրավաբանության մեջ նորմալ պրակտիկա։ Այս վարույթը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ։ Հուլիսին, որ ասում եք ինչ-որ քննչական գործողություն, ճիշտ հասկացա, այդպես ասի, ինչ գործողություն է եղել այդ ժամանակ։ Քննչական ինչ-որ մի գործողություն։ Հարցաքննություն։ Ում են հարցաքննում։ Չեմ կարող ասել, դա արդեն նախաքննական գաղտնիք իրավունք չունի։ Դե ինչը ուզում եք ասում եք, ինչը չի ասում եք նախաքննական։ Ես նախաքննական տվյալ չեմ ներկայացրել մինչև հիմա, հետեւաբար եւ ինչ ուզում եմ ասեմ, այն ինչ որ իրավունք ունեմ ասել։ Ինչ որ իրավունք չունեմ, չեմ կարող։ Սրբազանի մասնակցությամբ է եղել այդ գործողությունը։ Ոչ։ Իսկ դուք տեղեկություն եք այդ անձը, հա, ում ուսապարկից որ հայտնաբերել են եւ ասում են, որ նա ենթադրել են, գցել են պայուսակ մեջ։ Այդ անձը այդ թվականին, այդ ամիսներին օրինակ գործակալություն անցել է, արդյոք օգտագործել է թե Չգիտեմ, չունեմ այդպիսի նյութեր։ Չունեմ նման նյութեր, չգիտեմ էլ ում մասնա խոսքը։ Պարոն Բաբայան, իսկ Արշակ Սրբազանն արդեն պատրաստված է, որ միանալու է Բագրատ Սրբազանին, Միխայել Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին, այսինքն ճակատագիրը շարունակողն է։ Իր ասուլիսից սկսած արդեն պատրաստ էր։ Պարոն Բաբայան, այն անձը, որը կասկած է հայտնել, որ կարող է դա լինել Արշակ Սրբազանը, ինչ հարաբերություններ ունի նրա հետ, կամ ինչ հարաբերություններ ունեցել։ Ոչ մեկ չի ճանաչում այդ անձը։ Տեսանյութ տարածվեց, որ Սրբազանը հարվածում է ինչ-որ երիտասարդի, այսպես իշխանական էջերին տարածում այդ տեսանյութի մասին, ինչ կարող եք ասել։ Տեսել եմ տեսանյութը, հեռվում կանգնած մի անձ թիկունքով, ոնց որ հարվածում են ինչ-որ մեկին։ Ինձ էլ եթե օրինակ նման հարց տան, ես էլ կհարվածեմ։ Ինչ հարց։ Դե այդ նյութերում գրած էր, որ հարցրել են, թե ինչի ես, չգիտեմ, մարդ սպանել, այս արել են արել։ Այսինքն Արշակ Սրբազանն է հարվածել։ Չէ, ես չգիտեմ, ես ասում եմ տեսագրության համաձայն, ինչ որ մեկը թիկունքով կանգնած, ինչ որ մի մարդ մի տղայի հարվածում է։ Եվ գրում են իբր Արշակ Սրբազանին հարց են տվել եւ դրա համար հարվածել։ Ես ասում եմ, եթե այդ հարցը ինձ էլ տան, ես էլ կհարվածեմ։ Բայց տարբերություն ձեզ նա Սրբազանն է։ Սրբազանները արժանապատվություն, ինքնասիրություն, այդպիսի բաներ չունեն։ Նրանք ավելի շատ են։ Լավ, եւ երեք ձերբակալվել է դատարան ներկայացվելու նպատակով եւ փաստացի դատարան չի ներկայացվել։ Այս առումով Ինչ է նշանակում։ Չէ, ես լավ չհասկացա հարցը։ Երեք ներկայացվել է, միջնորդությունը բերել են, դինս նշանակվել այսօր առավոտյան։ Այո, երեք եկել է դատարան, հետո տարել են ձերբակալվածների ֆայլով այն։ Իսկ այդ հայտնի տեսանյութերի վերաբերյալ գործը ինչ փուլում է վերջ, էլ չեն քննելու։ Չգիտեմ։ Տեղյակ չեմ։ Դա արդեն տրենդային ինչ է ներկայացնում Արշակ Սրբազանին այդ գործի հետ կապված։ Ի վերջո դրանով Ոչ մի էական բան։ Դրանով էին կանչել, որ ձերբակալեն։ Բաբայան, լավ, ավելի կոնկրետ խոսեք, 18 թվից է։ Ավելի կոնկրետ չեմ կարող։ Իրավունք չունեմ ուղղակի ավելի կոնկրետ խոսելու։ Այդ գործը 18 թվից որ կա։ Իրավապահներին հետաքրքիր չէ, ինչպես է հայտնվել, որտեղից այդ թմրանյութը, որ 7 տարի քննել են, ինչ են արել։ Հետաքրքիր է, բայց սրանից ավել չեմ կարող ոչինչ ասել, որովհետև կաշկանդված եմ նախաքննական գաղտնիքով։ Բաբայան, իսկ խոզարկություններ եղել են այս ընթացքում։ Սրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նախաքննական գաղտնիքով կաշկանդված եմ։ Այդ տեսանյութը հարվածելու վերաբերյալ եւ այն 2018-ի մասին էր։ Նոր մի քիչ առաջ գալուց առաջ եմ տեսել։ Տեղյակ չեմ։ Ես չգիտեմ, վստահ չեմ որ ինքն ընդհանրապես։ Ոչ ես ասում, եթե այն ինչ որ գրում են, այն ինչ որ տեղի ունենում այդտեղ, ում էլ հիմա կանգնեմ այս մեր ընկերներից օպերատորներից նման հարցեր տամ, ինձ տեղ երևի թե ողջ չեն թողնի։